Պարոն Զուրաբյան, խնդրեմ ներկայացնեք, թե արդյոք ձեզ համար դատապարտելի է այն, որ այսօր Մեղադրյալի կարգավիճակում է հանդես գալու դատարանում ամենայն հայոց կաթողիկոսը եւ ընդհանրապես ինչպես է գնահատում այս իրավիճակը, որ ստեղծվել է վեհափառ հայրապետի եւ ընդհանրապես եկեղեցու շուրջ։ Այստեղ երկու կարծիք չէլ կարող լինի, ու ինձ համար չի միայն դատապարտելի, բոլորի համար դատապարտելի է եւ Հայաստանում եւ աշխարհում այն որ իշխանազավթ Նիկոլ Փաշինյանը նաեւ իրան վերագրել է որոշ լիազորություններ, որ ինքը չունի, նա փաստորեն հակասահմանադրական գրոհ է իրականացնում առաքելական եկեղեցու վրա ու ամբողջ ծաղրը նրա մեջ է, որ ինքը խախտելով սահմանադրությունը միջամտել է եկեղեցու գործերի մեջ, իսկ երբ որ եկեղեցին փորձել է սահմանադրորեն երաշխավորված իր լիազորությունները իրականացնել, դրա համար վեհափառին տանում է դատարան։ Այսինքն ավելի մեծ ծաղր արհամարանք դա արդարադատության նկատմամբ մեր ավանդույթների նկատմամբ, մեր պատմության նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ դժվար է պատկերացնել։ Նաև առաջին անգամ մենք տեսանք, որ չհրավիրեցին, հրավեր չուղարկեցին վեհափառ հայրապետին, որպեսզի ելույթով հանդես գար եւ իր հայրապետական օրհնանքը հնչեցներ խորհրդարանից։ Սա ինչի մասին է վկայում, ինչ մեսիջ է։ Ինչի մեջ նաև լավ խորհուրդ կա, որովհետև այո, Նիկոլ Փաշինյանը եւ նրա պարլամենտը կեղծված ձայներով ստեղծված չստացավ հայրաքելական եկեղեցու օրհնանքը։ Այդ առումով նորմալ է։ Ինչ զարգացումների կանխատեսում ունեք։ Կա մի կարմիր գիծ, որ չի հատել այս իշխանությունը եւ սպասելի է, որ կհատի։ Չէ, այսօր Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Փաշինյանը լրիվ ստանձնել է խամաճիկի դերը, կատարելով Ալիևի, Էրդողանի, նաև որոշակի շրջանակների, այլ գերտերությունների կամակատարի դերը եւ դրանից ուրիշ բան սպասել ուղղակի հնարավոր չէ։ Այսինքն այն ինչ տեղի է ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, գտնում եք, որ արտաքին ուժերի թելադրանքով է։ Ինչի միայն այն ինչ տեղի է ունենում առաքելական եկեղեցու հանդեպ։ Ամեն ինչ որ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, դա արտաքին ուժերի թելադրանքն է, ընդ որում սա այն պարտադրանքը չի, որին ենթարկվելը բերում է ինչ-որ անվտանգություն կամ փրկություն, բացարձակապես, այն ինչ-որ հիմա Փաշինյանը անում է, այդ կապիտուլյացիոն նահանջները, դրանց կարիքը չկա այլևս, իրավիճակը փոխվել, բայց ինքը չի կարող այս նոր իրավիճակը հասկանա եւ ավելի ճիշտ կարող է հասկանա, բայց այս նոր իրավիճակին adekvat լինել չի կարող, որովհետեւ ինքը արդեն այդ խոստումների, այդ հարաբերությունների համակարգի մեջ է։ Ինքը այլևս չի կարող այլ կերպ վարվել։ Հայաստանին իսկապես պետք են նոր ղեկավարներ, նոր քաղաքական ուժեր, որոնք այդ պարտավորությունների շրջանակի մեջ չեն։